Ողջույն բոլորին, այսօր օր 31-ն է, որ ես փորձում եմ խոսել գրագի հետ, առանց օտար բառերի և առանց էերի, և այսօր մի հետաքրքիր բան եմ մտածել, ուզում եմ տեսնենք, թե ինչ կա իմ պայուսակում։ Ուրեմն, կարող էի նաև ուրեմն չասել։ Ուրեմն, նոր բառ, որից պետք է ազատվեն իմ կյանքում։ Առաջինը, որ դա երևում է, իմ անբաժան մասը, իմ կյանքի անբաժան մասը, դա ականջակալն է։ Ես միշտ ականջակալներով եմ։ Եթե իմ հետ խոսեք ու չլսեմ կամ չարձագանքեմ, իմացեք ականջակալներով ուղղակի չի երևում։ Հեռախոսի զարադիշնիկ։ Չէ։ Չգիտեմ դրա հայերենը։ Ունեմ թածանձեռոցիկ, չորանձեռոցիկ, հետո Միքրոֆոն։ Բարձրախոս, երևի, բարձրախոս։ Ոնց որ գիժն եմ, նստած ես իմ հետ խոսում եմ։ Հա, երևի բարձրախոս, որով կարա ես հոլովագրի կարեի, բայց մոռացել եմ։ Հաջորդը։ Սենց ինչ ասեմ։ Ալկոգել չի։ Hand sanitizer spray։ Չգիտեմ հայերենները։ Հայելի շրթունքի մատիտ և շրցներկ, հետո գրիչներ, դրամապանակ, այնտեղ դրամապանակից մեջ ինչ ասես կա, եթանկեց, ինչ ասեք կա, կարելի է դրամապանակը առանձին նկարել, այսինչ ասեմ, հետո բանալիներ, մազակալ էնի ես բանը չի, որ ինձ հավաքում են, մի խոսքով, մազակալ, ես սկանդիկի ամանա, բայց մեջը վիտամիններս են, իդեպ չեմ խմել, ես լինզաներ եմ կրում, օպտիկական, ուստի միշտ ինձ պետք է աչքերը խոնավեցնող կաթիլներ, կոնֆետներ, և այստեղ ես ունեմ մի հատ գրիչ, որը միշտ ինձ հետ է, իրան ես միջի բանը պետք է փոխել, ու չգիտեմ, ինքը միշտ իմ հետ է, ես իմ պապայի գրիչն է եղել կարծեմ, սենց միշտ իրա մոտ է եղել, հիմա իմ մոտ է, ինձ լավն է, ես իմ շատ ուսիմ։ Եվ վերջում ես ունեմ, այսօր որ հոլովակ էինք նկարում համալսարանում, այդ համալսարանի հոլովակի տեքստը։ Այսքաններ իմ պայուսակի պարունակությունը այս անգամ, որովհետև ինքը փոքր էր, բայց երբ որ ես մեծ պայուսակով եմ լինում, այնտեղ ավելի շատ բաներ են տեղավորվում, այնպես որ հաստատ երկրորդ մասը նկարեմ արդեն մեծ պայուսակով։ Իսկ դուք միացեք իմ էջին։